Վերջին օրերին հանրապետության մի շարք մարզերի խոտածածկ ու բուսածածկ հատվածներում մեծ ու փոքր հրդեհներ են։ Դրանց մի մասն արդեն մարվել, մյուսները մեկուսացվել են։ Ավելի բարդ է իրավիճակը Դիլիջանում։ Կազաչի կոչվող հանդամասի հատվածում բռնկված հրդեհը մեկուսացված է։ Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում եւ Դիլիջանի Լեռնային Արմենիա հյուրանոցի մոտակայքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Ներգրաված են 8 փրկարարական ծառայողներ, էկոպարեկային ծառայության ծառայողներն են, ոստիկանության աշխատակիցներն են, կամավորներ, համայնքի բնակիչներ, ինչպես նաև ներգրավել ենք Պաշտպանության նախարարության մեկ ուղղաթիռ։ Դեռևս 5 օր առաջ Գեղարքունիքի Ճամբարակ Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի օջախներից 2-ը մարվել են, մյուսները մեկուսացվել։ Աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։ Թե ինչի հետևանքով են առաջացել հրդեհները, առայժմ պարզ չէ։ Ըստ փրկարար ծառայության ներկայացուցչի, դա կարող է պայմանավորված լինել չոր եղանակով։ Մարդկային գործոնը եւս չեն բացառում։ Նման դեպքերից խուսափելու համար էլ շրջակա միջավայրի ու ներքին գործերի նախարարությունները հորդորում են չայրել չոր տերևներն ու խոզանները։ Դրանք վնասում են օդը, հողը, երբեմն էլ դառնում հրդեհի պատճառ։ Դրանց այրումն արգելված է նաև օրենքով։ Նախատեսված է վարչական պատասխանատվություն, ֆիզիկական անձանց համար 50,000 դրամի չափով, իրավաբանական անձանց 200,000 դրամի չափով։ Ստացված ահազանգի հիմքով հարուցում է վարչական վարույթի սահմաններում դեպքը արձանագրվում է, եթե իրավախախտը հայտնի է, արդեն ենթարկվում է վարչական պատասխանատվության, եթե հայտնի չի, վարչական վարույթի նյութերը ուղարկվում է ոստիկանություն։ Հրդեհի վերաբերյալ նյութերը քննչական կոմիտե կուղարկվեն մարման աշխատանքներից հետո։ Իսկ ինչպես են ազդել այդ հրդեհները տարածքների օդի որակի վրա, տվյալներ չկան, քանի որ այդ մարզերում օդի որակի մոնիտորինգ չի իրականացվում։ Ինչ վերաբերում է Երևանին, ապա նոյեմբերի 17-ից 25-ը, օրինակ Կենտրոն վարչական շրջանում, մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.4-ից 4 անգամ։ Մի շարք այլ նյութերի մասով եւս այդ թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է։ Վերջին օրերին ունեցել ենք ազոտի երկօքսիդով կոնցենտրացիայի աճ։ Մասնագետն այս գերազանցումների համար մի քանի պատճառ է նշում։ Ունենք անտիսինքրոնի կենտրոնի առկայություն այժմ Երևան քաղաքում, այսինքն ունենք քամիների դադար եւ սառը օդի շերտի կուտակում, այսպես ասած, եւ դրա հետևանքով աղտոտվածությունը եւս կուտակվում եւ մնում է գոգավորությունում, բայց նաեւ դրան եւս նպաստում է այդ ինտենսիվ տերևների այրում, աղբի այրումը եւ դրա հետ կապված մթնոլորտային օդ կարող են արտանետվել բազմապիսի թունավոր նյութեր, քաղցկեղածին նյութեր, շատ թունավոր գազեր։ Մասնագետը նշում է, առաջիկա օրերին այդ պատկերը կպահպանվի, գուցե նաև աճի։ Սա մաքուր ֆիլտրն է, դեռ չնմուշարված ֆիլտրն է, սրանք կենտրոնից հենց կենտրոնի ամենամուկ ֆիլտրն են, էլի, ոնց որ առանձնացված դրված, ամիսամսա թվով, օրինակ սա ամսի 22-ինն է, տեսեք, բավականին մուք է։ Եթե չեմ սխալվում, ամսի 22-ին էր հենց 4 անգամ գերազանցում եղել։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչն էլ նշում է, Երևանի տարածքում հատուկ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտություն դեռևս չկա, իսկ հրդեհների տարածքներին մոտ բնակվող մարդկանց հորդորում է։ Հնարավորինս փակ պահել պատուհանները, հնարավորինս քիչ գտնվել բացօթյա տարածքներում, առաջին իսկ նշանների դեպքում առողջության հետ կապված խնդիրների անմիջապես դիմել մասնագիտացված կառույց առաջնային պահպանման օղակ կամ բուժհաստատություն։ Վերադառնալով անտառային խոշոր հրդեհներին, ներքին գործերի նախարարությունից հայտնում են, կամավորական խմբերի ներգրավման անհրաժեշտություն առայժմ չկա։ Նման դեպքում հանդես կգան համապատասխան պաշտոնական հայտարարությամբ։ Էմմա Վարդանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։